Երեկոն բարի ժողովուրդ ջան, ոնց եք։ Չեք ասում է Վիկտորը չկա, ուր ա կորել, ինչ անում, ինչ վիճակում ա գտնվում։ Պարկ աստծո ամեն ինչ լավ ա, ուղղակի մի քիչ հանգստանում էի։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ զանգում էին, գրում էին, ինչ եղար, ինչ ա եղել, ինչի չես դուրս գալի եթեր։ Հանգստանում էի ժողովուրդ ջան, հանգստանում էի։ Ճիշտը որ ասեմ, չէի սպասում, որ այդքան մարդ կգրի կզանգի, բայց դաժե ես մոռացել էի, որ համարս եմ թողել YouTube-ի էջում, բայց WhatsApp համարս եմ թողել YouTube-ի էջում, բայց փաստորեն թողել էի ու մարդիկ գրում էին։ Բայց գրեցին գիտեք ոնց, այն որ մի շաբաթ սենց, ու վсё, մոռացա։ Ինչ Վիկտոր, ինչ բան, ով ասել Վիկտոր, ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով, հանգստացա լավ, ու իլ եկել եմ ձեր մոտ։ Չգիտեմ էլի ամենօրյա ռեժիմով վիդեո կանեմ թե չէ, բայց կանեմ։ Ամենայն դեպս էլ այդքան չեմ սպասացնի։ Կամաց կմտնենք այդ ամենօրյա ռեժիմի մեջ։ Հույսով եմ դուք լավ եք, ամեն ինչ լավ է, մեր մոտ արդեն տաք է, շոկ չի, այս տարի եղանակները, տաքերը հետաձգվում են, մի քիչ, չգիտեմ, անցած տարի այս ժամանակ լավ շոկ էր արդեն, բայց հիմա դեն ոնց որ տենց չէ, դեռ հովը պահպանվում է, ավելի լավ, ավելի հեշտ է դուրս է քայլել, ավելի հեշտ է դրսում ինչ-որ մի բան անել, տունը որով մտնում ես կանդիցիոներ է միացած ելում, այդ կանդիցիոների օդին սովորում ես, չէ, մեկ է դուս ես գալի դուս, ոնց որ բաղնիկ դուս գաս, այդ իրավիճակները դեռ չկա, այսինքն հիմա հանգիստ վայելում ենք եղանակը, իսկական եղանակն է, ես մի պահ ինտերնետ անջատեմ մեր, որ մեզ չանհանգստացնեն, վերջ, էլ չեն անհանգստացնի, ինչ էի ուզում, որ հենց այսօր դուրս գայի ժողովուրդ, եթեր, ճիշտ ասած մի քանի օր է պետք է մնայի, արձակուրդի մեջ, դեկրետի մեջ, բայց այսօր դուրս եկա, մի հատ հետաքրքիր թեմայի մասին եմ ուզում խոսամ, վերջերս, ընդհանրապես որ խոսում եմ ես Իսպանիայի Վալենսիայի մասին, միշտ խոսում եմ թերությունների մասին, այսօր խոսալու ենք լավ կողմի մասին Իսպանիայի, որը որ Հայաստանում չկա։ Մի ոնց կհնչի, լավ կհնչի, վատ կհնչի ասածս, բայց այդ տենց է։ Վերջերս Facebook-ով նայում էի, որ էլի նորակառույց շենքի աշխատողներից նորակառույց շենքի, այսինքն շինարարությունն է, որ դեռ գնում, դեռ չեն կառուցել, չեն վերջացրել, մարդ հանգել 7-րդ հարկից, գործ անելուց մարդ հանգել ու մահացել բնականաբար, մի խոսքով։ Պարզեցին, թե ինչից է մահացել, որովհետև անվտանգության այդ գործոնները չկար, անվտանգության ոչ մի այդ ստրախովկա բան, այլն չգիտեմ ոնց ասեմ, չկար տենց բաներ, մարդիկ չէին պահպանում անվտանգության կանոնները, այսպես ասած։ Ու համեմատում եմ ես ստեղի շինարարությունը Հայաստանի շինարարության հետ, հատես շներին անցնենք, երևի այն բնակավարներից է, որ տարբերությունը շատ մեծ է անվտանգության հետ կապված։ Ընդհանրապես մենք զգացել եք, չենք սիրում կանոնները պահպանել, չենք սիրում, նստում ենք մեքենա գոտի չենք գցում, որովհետև այդ մեզ պալուս չի, ասենք մեզ թվում է, որ եթե մենք գոտի չենք գցում, ուրեմն մենք ավելի ուժեղ տղա ենք, ավելի ճարպիկ ենք, ավելի, չգիտեմ, ռիսկով ենք, ինչ ասեմ, այդ լավ է, որ մենք մեր կյանքը չեն գնահատում, քշենք ինչ կլինի, ոնց կլինի, չէ, մարդիկ այդքան մտածել, դրել, գցել, բռնել են, որ անվտանգության գոտին պետք է, մարդը պետք է գցի այդ գոտին, որովհետև վթարի ժամանակ այսքան տոկոսով հավանականությունը քչացնում է մահվան կամ ավելի քիչ է վնասվածքներ տալի, բայց մենք չէ,
գոտի չեն գցում, դա երևի մինչև հիմա էլ կա, ես վաղուց չեմ եղել Հայաստանում, բայց գիտեմ, որ մինչև հիմա էլ կա այդ փաստը, որ մարդիկ ստեղից գալիս են, դաժե տաքսիները հասկանալի է ինչ որտեղ են անում, այդ սխալ են անում շատ, որ չեն գցում, բայց երևի չեն գցում, որ չփչան, ամեն անգամ մարդը նստում կողքը, ոնց որ ամեն անգամ գցում են այդ ռեմենը ավելի շուտ է փչանում, տանում սարքել են տալիս եւ այլն։ Եվ ասում են մի գցի, ես մարդն ասում եմ, չեմ գցի, բայց ես որ ստեղից գնում ես շատ Հայաստան ես գնում ստեղից նստում ես տաքսի ինչ որ շատ անսովոր բան է, որովհետև ստեղ դաժե հետև նստած մարդիկ, ուղևորները միշտ գոտի են գցում, որովհետև եթե գոտի չգցեցի, տուգանվում է հենց այդ մարդը, ոչ թե վարորդը, այլ տուգանվում է հենց այդ մարդը, որ գոտի չգցել։ Հետևի նստողների մասին վերաբերում դիմացը կարծեմ չէ։ Դիմացը կամ չգիտեմ, կարող դիմացի նստողներ եթե չգցում, տուգանվում է հենց ինքը, չեմ կարող ասեմ, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ մենք չենք սիրում պահպանել այդ անվտանգության կանոնները։ Օրինակ, ստեղ նայեք, շինարարության մեջ երբ որ աշխատում են, պետք է չէ դնեն կասկա, որ գլուխը պաշտպանի, պետք է հագնեն հատուկ կոշիկներ, բոթասներ, որ դիմացի երկաթները, որ հանկարծ ինչ-որ բան ընկնի, մատերը չջարդի, չէ, ընկնի երկաթների վրա ու ես էլ որ աշխատել եմ շինարարության մեջ, աշխատում եմ նաև շինարարության մեջ, եղել են դեպքեր, որ ասենք ինչ-որ ծանր բան է ընկել ոտիդ այդ թաթի մատերի վրա ու պահել է, կամ ասենք պատական ինչ-որ երկաթ կամ ինչ-որ բան է ընկել գլխիդ վրա, բայց գլխիդ կասկա եղել, կամ ինչ-որ բան է կպել վերևից բան է ալում, չէ, շատ ժամանակ բաներ կախված են մեծ շինարարությունների մեջ ինչ-որ բան է կախված են, բայց այդ մտքերով գնում ես, չես նկատում, որ ինչ-որ բան է կախված ու գնում ես գլխով կասկով կպտում ես դրան ու մտածում ես ինչքան լավ է, որ կասկա կհագես։ Բայց դաժե ստեղի հայերը շատ ժամանակ ոնց որ չեն սիրում կասկա դնեն, չեն սիրում այդ անվտանգության կանոնները, ու էլի շատ կանոններ կան, որ մարդիկ մանրակրկտոր են, էլի շատ հետևում են, ու այդ ասենք, չգիտեմ, ինչ-որ ձեռքով բան ես տանում, եթե մարդա շատ, ասենք, շինարարական ինչ-որ տարածք է, ձեռքով ինչ-որ բան ես տանում, պետքա շատ բարձր բռնած չտանես, էդի օրենք է, կխախտես, կտուգանվես ընդեղ, ու ընդեղ անվտանգությանը հետևում են ստեղ, անվտանգությանը հետևում են մարդիկ, նայած ինչքան մեծ է այդ շինարարական տարածքը, շենքը, որտեղ դու աշխատում ես, բայց ես նկատի ունեմ մեծ շինարարական տարածքներում էլի, նկատի չունեմ ինչ-որ շենքը, ինչ-որ մեկի տանը աշխատելուց։ Մարդիկ կան, ովքեր որ հետևում են անվտանգությանը ու պտտվում են, իրանց գործը էդ է։ Եթե մեծը, ասենք, կարող է մի 5-6 հոգի լինեն այդ մարդիկ, եթե փոքր ասենք տարածքը կարող մի հոգի լինի, բայց հենց են անում, որ այդ մարդը հասցնի հետևի էլի, կարողանա հետևի այդ ամեն ինչին։ Ու երբ որ տենում են, ասենք, ինչ-որ մի բան, դու աշխատում ես, դու չես զգում, բայց իրանք եթե տենում են ինչ-որ մի բան, դու ինչ ես անում, ինչ-որ մի բան կապած չի քո վրա, ինչ-որ մի բան ճիշտ չի։ Միանգամից նկարում են քեզ ու ուղարկում են տնօրինությանը, տնօրինությունն էլ կամ տուգանում է քեզ, չգիտեմ, կամ ինչ-որ նկատողություն անում, կամ եթե շատ լուրջ բան է, իրանք կարող միանգամից քեզ աշխատանքից հեռացնեն, որ մեր համար էդի բան է, էլ ասում ենք, դե լավ, դրա համար էդ ինչա, մենք տեղեր ենք աշխատել, տենց բաներ ենք կամ ու սկսում ենք պատմել, չէ, փոքր ժամանակ որ հելում ենք թաթի ծառը առանց տրախովկա, առանց բան, հելում ենք, վերևներից չենք ընկնում, բան չենք անում, սրանք 2 մետր բարձանում ենք, ուզում ենք կապված լինենք, ինչ-որ եսի ինչ լինենք, բայց չենք գիտակցում, որ լիքը դեպքեր է լինում, որ մարդիկ ստատիստիկա կա, չէ, այդ ստատիստիկա ինչ-որ դեպք է պատահում, մարդիկ մտածում են, նստում, մտածում են, թե ոնց անեն, որ այդ դեպքը էլ չլինի, ինչ-որ բան, գոնե փորձում են այնպես բան անեն, որ այդ դեպքը էլ չլինի, ինչ են անում, ասենք, չգիտեմ, եթե մարդը վերևա բարձրացի ինչ-որ մի մեքենայի վրա, բարձրացնող սարքի վրա, ինչ-որ մի մեքենայի վրա ու վերևից ընկնում է, ասում են արի կապենք ինչ-որ բաներով, sense գոտիներով, այդ գոտիներով կապենք այդ մեքենայից, որ ընկնելուց կախվի տեղից ու չհասնի գետնին կամ եւ այլն եւ այլն։
Բայց մենք չենք սիրում այդ կանոնները, մենք սիրում ենք ամենտեղ կասկած չդնենք, չէ, ասենք հենց գնում են անվտանգության այդ նայողները կասկեն անում ենք, բայց այս բանացուն սպանես ինքը կասկեն չի անի, դաժե եթե շատ ուզես որ դու ինքը կասկեն անի, ինքը կասկեն չի անի, որտեղ ինքը գիտի, եթե ասում են դիր, ուրեմն ինչ-որ մի բան կա։ Մենք ենք կովկասցիներս ենք, որ տենց ենք անում, մեկ էլ կարող է ռուսները, սենց հա, որ տենց մի քիչ չենթարկվող են, ուզում են, որ իրանք սենց առանց ոչ մի բան, առանց ոչ մի ստրախովկա, ոչ մի կասկա, սենց ռիսկով գնան, ջանդամ, այդ 2 կոպեկի համար գնան մեռնեն։ Զատո կասեն, բա առանց կասկի արեցի։ Բայց դե ամենադժվար դեպքի իհարկե վրացիներն են, վրացիները հայերին գիտեք ոնց է, որ ես ստատիստիկայով եմ ասում, որտեղ որ աշխատել ենք, տարբեր տեղեր որ աշխատել ենք, հայերը գիտեք ոնց են, հայերը չեն դնում, ամեն ինչ անում են որ չդնեն, չես հասկանում, ճիշտ ասած, բայց ամեն ինչ անում են որ չդնեն կասկա, ասենք օրենքներին չի ենթարկվեն, հենց մարչին է, այդ օրենքները սաղ խախտեն, բայց երբ որ մարդ է տենում, ասում է կասկետ դիր կամ ինչ-որ գոտիդ կապի կամ եւ այլն, համաձայնում արեք, ասում է օքեյ, անում այդ մարդը գնում է, բայց վրացիներին երբ որ նկատողություն ունեն, ես չեմ ուզում վրացիներին ինչ-որ վատ բան, բայց ինչ-որ ստատիստիկայով էդ եմ ասում, ինչ-որ տեսել եմ հիմնականում էդ եմ ասում, շատ դժվար է իրանց հետ, որտեղ իրանք արել են, սխալ են արել, չէ, ասենք տենց օրենք կա, եթե եկել ես դու աշխատում ես, որ այդ օրենքներին պետք է ենթարկվես, չէ, բայց իրանք համոզում են, որ սենց ավելի լավ է, առանց կասկի ավելի լավ է, ավելի հարմար է, հասկանում եք, ու երկար բարակ այդ մարդիկ բացատրում են, ասում են, գիտեք ինչ կա, կասկեն, բա որ գլուխդ խփես ճղես, ասում է, ինչ ես խոսում, ասում է, ես ոնց կճղեմ իմ գլուխը, դու երևի ինձ լավ չես ճանաչում, ես գիտես ինչ բարձր տեղերի վրա եմ աշխատել, ինչ եմ ուզում ասեմ, բայց հիմնականում օրենքը պահում են, ես պատկերացնում եմ Հայաստանում ժողովուրդ, ես հիշում եմ շինարարության մեջ բաց տեղեր են, ինչ որ փակ մեկի տան մեջ որ չերևա, բաց տեղեր շինարարության մեջ մարդիկ աշխատում են մի հատ շալվարով, առանց մայկի, առանց ոչ մի կասկի, ու մենք սովոր ենք դրան, մենք տեսնում ենք դա ու գիտենք մեր համար դա սովորական էր դարը ու մենք գիտենք դա նորմալ բան է, բայց վերջերս երբ որ մի հատ վիդեո տեսա, երբ որ հայերը գործ են անում Հայաստանում, ես չեմ կարող ասեմ որտեղ էր, որ հատվածում էր, բայց այդ մարդիկ առանց մայկի, տապշկեքով գործ էին անում, հողաթափերով, ասենց ասեմ, գործ էին անում շինարարության վրա, տենց բան եթե ստեղ անես, երևի ծմախ կդատապարտի, կարա չէ, ոչ իմ բան չլինի, բայց արյուտ ես, որ ստացվում է, որ շատ դեպքերում նաև լինում է, տեսեք, մեծ տարածքներ կան շինարարական ստեղ, որ աշխատում են 1000-ից մեկ կլսես, երկար ժամանակ աշխատում ես այդ նույն տեղը, նույն շենքում, ասենք մի 300 հոգի մարդ է աշխատում, այսպես ասեմ, 1000-ից մեկ կլսես, որ ինչ-որ մեկին ինչ-որ մի հատ դժբախտ պատահար կամ ինչ-որ մեկի մատ կտրվի կամ ինչ-որ մի բան լինի, շատ հազվագյուտ դեպք, որն է որ լինում է, ասենց տարածվում է, սաղ իմանում են, այսինքն կարող ասենք մի տարվա մեջ ինչ-որ մեկին տենց ինչ-որ մի բան պատահի կամ չգիտեմ, ինչ-որ մեկի աշկը բան մտնի, աշկը քորանա այդ մարդու կամ չգիտեմ, շատ հազվագյուտ դեպքերում է պատահում, որտեղ ամեն ինչ անում են իրանք, որ դες բան չլինի։ Իրանք գալիս քեզ նկատողություն են անում, քո դուրը չի գալի բնականաբար, որտեղ դու գործի մեջ ես, ես քո գործը անես, վերջացնես, քո փող աշխատես, գնաս։ Բայց չէ, ասում են, միջև չվերջացնես, միջև իմ ուզած ձևով դու չաշխատես, դու չես կարող շարունակես քո աշխատանքը։ Ու մեզ էդի ներվայնացնում, մեզ էդի դուր չի գալիս, մենք չենք սիրում, չէ՞, դե մենք սովորել ենք մանկուց տենց շինարարական տենց ոճի մեջ աշխատել կամ չգիտեմ, առհասարակ օրենքի մեջ հիշում եք, որ կամերաները նոր դուրս եկան, արագաչափերը, ասենց ասեմ, արագաչափերը, որ նոր դուրս եկան Երևանում։ Մենք ինչ ենք անում, փոխանակ
Սկսենք ավելի դանդաղ քշել, բանմա մենք ամեն ինչ անում էինք, ինչ-որ լաք էին փչում համարների վրա, ասում են էդի որ լաքը փչում ես, կամերան չի տենում, չի երևում, ինչ-որ չգիտեմ 1000 մի բան էին մտածում, տերև էին դնում ինչ-մեկ մի համարի վրա տերև էին կպցնում, իբր այդ տերևը պատահական կպե ու քաղաքի կեսը տերևով ման էր գալի մեքենաներով։ Այսինքն մենք չենք մտածում, որ դա արվում է մեր համար, մեր օգտի համար, որ քիչ մարդ մահանա, քիչ մարդ վթարի ենթարկվի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ոնց որ շրջանցենք այդ օրենքը, խախտենք այդ օրենքը, բայց չտուգանվենք։ Ու Հայաստանում այս առաջի դեպքը չի, այս մի տարվա մեջ եթե չեմ սխալվում 7-8 դեպքն է արդեն, որ տենց շինարարության մեջ դժբախտ պատառ է լինում։ Այն քանակության շինարարությունը, որ արվում է Երևանում ու ստեղ, համեմատաբար, ասենք, չգիտեմ, երևի մի 4-5 անգամ ավելի շատ ստեղ է արվում, քան ասենք Հայաստանում ամբողջ։ Մոտորապես եմ ասում, այստեղ մեծ քանակությամբ շինարարություն է գնում։ Ես գիտեմ, որ Երևանում էլ շինարարություն գնում շատ ուժեղ, բայց պատկերացրեք մի քանի անգամ ավելի շատ ստեղ, բայց ստեղ երևի այդքան դժբախտ պատառներ չի լինում, քան Հայաստանում։ Չգիտեմ, ասածս ինչ է, որ մի քիչ պետքա մարդիկ ավելի մենք սովորենք ավելի օրենքի մեջ ապրել, սովորենք ավելի այդ սովետական մնացած երևի ինչ որ սխալ չեմ ասի, որ ասեմ երևի սովետական են մնացած են պոչերն են սև են կեղտոտ, որ միջև մի դեռ կան մարդկանց մեջից դուրս չեն եկել։ Նոր սերունդը մի քիչ ավելի մեր ջահելներ երեխեքը մի քիչ ավելի ուրիշ ձև են նայում դրան, բայց մենք սովորենք, որ միջև մի օրենք կա, պետք է օրենքը շրջանցենք։ Ինչ որ մի բան արել ենք, ստացվում, ասենց ենք արել, ինչ որ մի մուխլյոժ ենք արել, ասենց ասեմ։ Սաղին ասում ենք, պատմում ենք, թե ոնց անենք։ Խեմ հերու գնում, հիշեք մեր 90-ականները, Լևի լուսերը մեր, այսօր երևի ֆուտբոլ է, որտեղ մարդիկ սենց կաֆեներում նստած մենակ ֆուտբոլի կնայեն։ В общем, 90-ականներին հիշում եք, Լևի լուս ինչքան են քաշում, այդ ժամանակվան ցեկել է։ Ցանցով սենց մեկը-մեկից Լևի լուս քաշելով սաղ շենքը ցանցի մեջ էր։ Իբր շուստերավատ էին դնում, որ փող չէին ուծում շատ, բայց մեկն էլ իրանից է քաշում Լևի լուս բարձվում է։ Մի խոսքով, ինչ ասեմ։ Այսօր բացում արեցինք, կարոտել էի շատ այս նկարահանումներին, որտեղ պատկերացրեք մի տարի չէ, մի տարի նկարահանում եմ անում ամեն օր, ու ինչ-որ տես մի 3 շաբաթ դադար տվեցի։ Տարօրինակ էր, ոնց որ ինչ-որ մի բան չանեի, ամեն օր զարթնեի ու ինչ-որ մի բան չանեի, կամ ինչ-որ մի բան պակաս լներ։ Մի խոսքով, ինչ ասեմ, լավ եղեք, լավ մնացեք ժողովուրդ ջան։ Կհանդիպենք, եթե վաղն էլ չէ, մոտ օրերս կհանդիպենք։ Հաջողություն։